Թուրքիայում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի ձերբակալության դեմ ցույցերը քաոս են առաջացրել երկրի տարբեր քաղաքներում։ Չնայած անվտանգության խիստ միջոցառումներին եւ ցուցարարներին ճնշելու կոշտ մեթոդներին, բնակիչները դուրս են եկել փողոցներ, գրավելով հանրային տարածքը։ Ըստ որոշ աղբյուրների, իշխանությունները սպառնացել են ԶԼՄ-ներին զրկել արտոնագրից, եթե նրանք լուսաբանեն Էրդողանի դեմ բողոքի ակցիաները։ Նախորդին İmamoğlu'ն դատարանի որոշմամբ կալանավորվել էր։ 5 օր առաջ ընդդիմադիր քաղաքապետը ձերբակալվել էր 560 միլիարդ թուրքական լիրայի կոռուպցիայի եւ խարդախության գործի շրջանակում։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ ահաբեկիչների հետ համագործակցելու համար։ Ձերբակալությունից հետո Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք գնալով թափ են հավաքում։ Խոշոր քաղաքներում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել։ Թուրքական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումը, իսկ ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը սպառնացել է զրկել արտոնագրից այն լրատվամիջոցներին, որոնք օրենքի շրջանակից դուրս են հեռարձակում։ Մարտի 23-ի գիշերը ոստիկանությունը ցույցերի ժամանակ բերման է ենթարկել 323 մարդու։ İmamoğlu'ն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը հաջորդ ընտրություններում։